Մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Ռուստամ Բակոյանը, բարև ձեզ։ Ռուստամ Բակոյանը նաև Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Դե ինչ, եթե դատենք խորհրդարանական մթնոլորտից ընտրությունների մեկնարկը տրված է։ Ընդդիմությունը քայլ առաջ ցանկանում է շուտ գեներացնել իր ունեցած ռեսուրսը, որպեսզի դիրքավորվի։ Իմպիչմենտի նախաձեռնությունը երևի այդ տրամաբանությունից է։ Կարծում եմ, այո։ Կարող են այլ զարգացում ունենալ այդ նախաձեռնությունը։ Գիտեք, եթե ունենային այլ հնարավորություններ, միանշանակ օգտագործելու են, բայց բոլոր հնարավորություններից իրենք բոլոր փամփուշտները կրակել էին եւ մնացել էր միայն այս փամփուշտը, որը իմպիչմենտի թեման էր ըստ էության օրակարգում այլ թեմա չունենալով եւ փորձեցին սրանով օրակարգ լցնել։ Եվ ինչ։ Եվ ոչինչ։ Այսինքն չկար բացարձակ այդ հավանականությունը։ Ես դրա տրամաբանությունը Դիպությունն ասում էր, որ կա այդպիսի հավանականություն եւ չի բացառում անգամ քաղաքացիական պայմանագրից։ Որտեղից դա ժողովրդական ասացվածքի հավը երազում կորեկ է տեսնում կամ եթե ընդդիմությունը ասի այնպիսի սուտ, որ ժողովուրդը գոնե շատ հավանական շատ փոքր մասով հավատա եւ նա կստանա երևակայական իշխանություն կամ այս դեպքում ես ասում եմ եթե ընդդիմությունը ասի այնպիսի սուտ, որ ինքը իր ստին հավատա, ապա ինքը կստանա երևակայական իշխանություն։ Ես կարծում եմ սրանից ավել այլ կերպ մեկնաբանելու հնարավորություն չկա։ Լավ, բայց դե օրինակը կա, չէ՞, քաղաքացիական պայմանագրից քաղաքացիական պայմանագիրը երկու падգամավոր լքել են ձեր շարքերից։ Ոչ, դա ոչ։ Թույլ տվեք ճիշտ ներկայացնել։ Քաղաքացիական պայմանագրի սկզբունքներից մեր խմբակցությունից եղան падգամավորներ, ովքեր հեռացել էին, եւ քաղաքացիական պայմանագիրը որոշում է կայացրել հեռացնել այս երկու падգամավորներին։ Ոչ թե իրենք որոշել են հեռանալ, այլ մենք ենք որոշում կայացրել։ Այսինքն, եթե դուք ներողամիտ լինեիք, նրանք այսօր կլիներ խմբակցության կազմում։ Այո։ Եվ դեմ չէին լինել։ Այո։ Դեմ լինելով կառավարության գործունեությանը, դեմ չեն եղել կառավարության գործունեությանը որևէ անգամ։ Բա ի՞նչն է այդ մարդկանց գնալու պատճառը։ Կարծում եմ շատ ակնհայտ էր։ Հիմա ի՞նչ է խորհրդարանում որոշում, ով է ավելի ռսահապատակ, թե թրքահապատակ, այդ դիսկուրսն է բացվել։ Գիտեք, այս դիսկուրսը չի բացվել, սա ըստ էության ընդդիմության դիսկուրսն է, որը ուղղորդվում է դրսից եւ իհարկե ընդդիմությունը փորձում է սա քաղաքական օրակարգում պահել, զարգացնել եւ երկու կողմում էլ իրանք են կանգնած։ Եվ թերքահպատակության կողմում են կանգնած եւ ռուսահպատակության կամ ռսահպատակության կողմում են կանգնած եւ իրար պաստալով փորձում են դա քաղաքական օրակարգում պահել։ Եվ իրենց ներկայացուցիչներն են ըստ էության սրա մասին խոսում, իրենց ներկայացնելով հենց նաեւ թերքահպատակ կամ ռուսահպատակ։ Դե ես չեմ կարծում, թե դա սպոնտան խորհրդարանում է առաջանում այդպիսի այդ աստիճանի դիսկուրս։ Դա ինչ որ խոհանոցում եփվում է, չէ՞, որպես քաղաքական թեզ։ Ես կարծում եմ ինչում պետք է մեղադրել ձեզ, ինչում ես չեմ կարծում։ Վստահ ասում եմ, որ սրանք կեղծ օրակարգեր են, որոնք դաշտ են նետվում պարբերաբար եւ նման թեմաները, որպեսզի քաղաքական դաշտը նման զգայուն իրավիճակում պահել ժողովրդին, որովհետեւ այլ նպատակ չունի եւ սրա մեջ չկա ճշմարտություն, այս կեղծ օրակարգերը նպատակ ունեն ժողովրդի նուրբ թելերի վրա զգայուն նյարդերի վրա պարբերաբար խաղալու ինչ որ պահի իրենց համար արդյունք ապահովելու համար։ Այն է իշխանություն ձեռք բերելու, ոչ ժողովրդավարական ճանապարհով։ Հայաստանի նախկին նախագահները կարող են միավորվել
ընդդեմ քաղաքացիական պայմանագրի։ Գիտեք, եթե նույնիսկ միավորվեմ որևէ բան չեմ փոխելու, նկատում եք այդպիսի տենդենց կա։ Ես կարծում եմ առաջին նախագահի վարկագծը բարբերաբար տարբեր բաներ է ասում տարբեր ժամանակներում եւ 21 թվականին ընդառաջել էր, եթե չեմ սխալվում, ասում եւ կոչանում եւ սա մեզ քիչ հետաքրքիր է, եթե նման ցանկություն ունեն, դա մի բանի համար կհամարեմ շատ լավ, այն է, որ երեքով միասնական դիրքորոշում կունենան եւ վարչապետի հրավերը կընդունեն հանրային բանավեճի մասնակցելու եւ այստեղ որոշակի հարցեր ժողովրդին ուղիղ բարձաբանելու համար։ Առանց բանավեճի էլ կարելի է բարձաբանել, եթե կա բարձաբանելու։ Դե միանշանակ մենք բարձաբանում ենք եւ շատ բաց խոսում ենք այդ թեմաների մասին, որոնք վերաբերում են եւ առաջին նախագահային, եւ երկրորդ նախագահային, եւ երրորդ նախագահային, եւ չկա այնպիսի բան, որ մենք դրա մասին չենք խոսում կամ թափանցիկ չենք։ Առաջին նախագահի վերաբերմունքը անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ միշտ այսպեսին է եղել։ Ես կարծում եմ, որ նույնիսկ շատ հաճախ այն հայտարարությունները, որ արվում են առաջին նախագահի անունից, պարզապես առաջին նախագահը չի անում, այլ զարմացած եք։ Զարմացած չեմ, բայց ենթադրում եմ, որ դրանց մի զգալի մաս, որոնք շատ տրամաբանազուրկ են, շատ դրանք սահմաններ կա, որ այդ սահմանները որովհետև այդ անձին ժամանակին քաղաքական նույն խրամատում են գտնվում։ Ոչ միայն դրա համար, այլ մտածում եմ, որ նույնիսկ տարիներ շարունակ երկրի ղեկավար է եղել եւ այսքան անբովանդակ եւ այսքան անտրամաբանական եւ այսքան մերկապարանոց հայտարարություններ եւ վերլուծություններ խոսքը Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ոչ միայն առհասարակ եւ վարչապետին ուղղված քննադատությունները կամ քննադատություն չէ, վիրավորանքները եւ մնացած մասով էլ ես կարծում եմ իմ պատկերացումները այդպեսին չեն, որ առնվազն տարիներ շարունակ երկիր է նախագահել, ղեկավարել եւ նման տրամաբանազուրկ հայտարարություններ անել, նման մերկապարանոց հայտարարություններ անել եւ մեղադրանքներ հնչեցնել, վիրավորանքներ հնչեցնել երկրի ներկայիս ղեկավարի հասցեին, այն դեպքում, երբ մեր երկիրը բազմաթիվ արտաքին մարտահրավերներ ունի եւ մեր թիվ մեկ խնդիրը հենց արտաքին մարտահրավերներն են, այսօր փոխանակ դա ներքին խոհանոցում պահելու եւ ներքին խոհանոցի թեմայի շրջանակներում օգտագործելու այլ միանշանակ է դա եւ դա պարզապես անքննելի է։ Դրա մասին վկայում։ Ես կարծում եմ շատ ակնհայտ է եւ մենք նկատում ենք այն թեզերը, որ օրինակ շատ այլ կենտրոններ օգտագործում են, շատ ուղիղ այդ թեզերը օգտագործում են հենց այս մարդկանց կամ իրենց թիմերի կամ առնվազն իրենց շրջանակների կողմից։ Լավ, թող լինի մերկապարանոց, բայց գոնե հասկացել եք ինչու արվում է։ Անկեղծ ասած, այնքան իրարամերժ ու այնքան անտրամաբանական եւ անհասկանալի հայտարարություններ են արվում, որ կարծում եմ շատ հաճախ պարզապես անհրաժեշտ չի նույնիսկ անդրադառնալ այդ հայտարարություններին եւ այս հայտարարությունների միակ դիպուկ պատասխանը վարչապետի հանրային բանավեճին իրենց հրավիրելն է եւ եթե նման անպագորգոր նման ճաճանչափայլ հայտարարություններ են անում եւ մեղադրանքներ հնչեցնում, վիրավորանքներ հնչեցնում, դրա հնարավորությունը կա, համեցեք հանրային բանավեճի։ Հանրային բանավեճ Մեկուսարանում։ Չէ, առաջարկա այդպեսին։ Հանրային բանավեճ հանրայինի տաղավարում կամ ձեր տաղավարում կամ որևէ տաղավարում, որտեղ իրենք շատ ուղիղ պետք է պատասխանեն բազմաթիվ հարցերի։ Չէ, ես նշում եմ վարչապետի նշած վայրը, որտեղ կարելի է բանավեճել, որտեղ հիմա գտնվում են հոգևորականներ։ Գիտեք, եկեք մի կապեք այդ հոգևորականներին այս կոնտեքստում դիտարկենք, թե ոչ։ Դա առանձին թեմա է, սա առանձին թեմա է։ Կապ չունի քաղաքական օրակարգի հետ, հոգևորականների քաղաքական օրակարգի հետ, բայց սա այլ թեմա է։ Մենք խոսում ենք մեր երկրի նախկին ղեկավարների մասին, 3 ղեկավարների մասին։
դուք հոգեվարականների թեման կամ նրանց մի մասը արտմազը նախկին հոգեվարականներ են եղել, իրենց մասով դա այլ թեմա է։ Եթե հարցեր ունեք, ապա Միքայել Սրբազանին դատախազը առաջարկել է 2.5 տարի։ Դատավճիռն էր կարծեմ կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։ Արդար դատավճիռ կլինի այդ։ Գիտեք, ես իրավասու մարմին չեմ, որպեսզի ես գնահատականներ տամ, ես քաղաքական գործիչ եմ եւ իմ գնահատականը այս դեպքում արդար եւ ոչ արդարի կարող է ազդել այս process-ի վրա եւ ինչ որոշում կա հայտարարեն կամ իրավասու մարմինների կողմից կհրապարակվի, ըստ էության դա պետքա գնահատել։ Եվ ըստ այդ գնահատականի նաև խոսել։ Այն ինչ տեղի ունեցել, ես կարծում եմ անընդունելի է, նույնիսկ հայտարարությունների մակարդակում, որոնք ինչ որ պահից նաև վեր էին ածվելու գործողությունների։ Ինչ խնդիր է լուծում Հայաստանի համար 4-րդ հանրապետության հռչակում։ 4-րդ հանրապետության հռչակումը Սա էլ պետք է անկախ դիտարկել քաղաքական զարգացումների։ Գիտեք, բոլոր քաղաքական զարգացումների համատեքստում պետք է դիտարկել եւ որոնք մի մասով շղթայված են արտաքին գործոններով պայմանավորված, մի մասը ներքին գործոններով, ընդհանուր համատեքստում պետք է դիտարկել եւ ես կարծում եմ խաղաղության օրակարգից հետո այլևս մենք այսինքն խաղաղությունը հաստատելուց հետո այս օրակարգը երբ որ հաստատվի եւ ես կարծում եմ արդեն այն հաստատվել է իսկ ստորագրմամբ մենք վերջակետ ենք դնելու տարածաշրջանում պատերազմի մենք այլևս այլ իրականություն ենք ունենալու եւ Հայաստանը այլևս այլ իրականությունում է սկսելու զարգանալ Ճիշտ եք ասում, լավ կլիներ հենց այդպես էլ լիներ, բայց վերջին օրերին Նորվեջ է հասունանում ձեր նշած համաձայնագրի շուրջ։ Ես կարծում եմ Եվ այսօր Հայաստանի վարչապետը ստիպված եղավ արձագանքել։ Հայաստանի վարչապետը եւ մենք պարբերաբար խոսում ենք այդ մասին եւ մենք երբ նաեւ մեր լրագրող գործընկերներին եւ շատ զգուշորեն ենք պատասխանում շատ հարցերի եւ սուր չենք արձագանքում եւ շատ հաճախ քննադատության ենք արժանանում, որ ինչի ենք մենք որոշ հայտարարությունների շատ ավելի մեղմ պատասխանում կամ զգուշորեն պատասխանում, մենք դրա մասին խոսել ենք, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի եւ մենք պետք է գնանք խաղաղության օրակարգի հաստատման հետևից եւ եթե որևէ թեմա գեներացվում եւ փորձում են օրակարգում միշտ պահել մենք դրա մասին բարձրաձայնում ենք եւ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից էլ է բարձրաձայնել եւ այսօր էլ Եվրոպայի խորհրդարանում է բարձրաձայնել եւ մենք դրա մասին բաց ենք խոսում։ Այսինքն Թրամփի ուղի եւ Զանգեզուրի միջանցքը նույն բանն է։ Գիտեք, եթե տրամաբանությունը նույնն է, ինչը Թրամփի ուղու մասին է։ Ուրեմն կարելի է արհամարել, եթե նույն բանն է։ Այո, բայց այսօր մեր երկրի ղեկավարը ըստ էության հստակ այսօր չէ, ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի հստակեցնի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով եւ այս խոսույթը քաղաքական դաշտում պահելով Տեսեք, միջանցք արտահայտությունը առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում արդեն զգայուն է եւ այն բազմաթիվ էմոցիաներ է առաջացնում։ Բայց ըստ էության մենք հասկանում ենք, որ եթե միջանցքը արտատարածքային չէ, ապա այն ունի նույն նշանակությունը, օրինակ, ինչ հյուսիս-հարավ միջանցքի մասին ենք մենք խոսում, որը մեր երկրով է անցնում։ Եթե այս տրամաբանությամբ է գնում եւ մարդիկ այդ կերպ են ընկալում, ապա դա որևէ բան չի փոխում, բայց ես կարծում եմ սա նաև վերաբերմունք է Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ։ Եթե այստեղ երակողմ համաձայնություն է ձեռք բերվել կամ երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ եւ այդ փաստաթղթի տակ Միացյալ Նահանգների նախագահն էլ է ստորագրել, ես կարծում եմ, որ պետք է հավատարիմ մնալ այս փաստաթղթի եւ մեր հարևան երկրի ղեկավարը ըստ էության նաեւ
շատ կարևոր փորձ է անում հավատարիմ չմնալ այդ համաձայնագրին։ Աշխարհաքաղաքական ամենաթիվ 1 կենտրոնում նման համաձայնագիր է ստորագրվում եւ սա խոսում է վերաբերմունքի մասին Միացյալ Նահանգների նկատմամբ եւ եթե կա այս վերաբերմունքը ըստ էության նաեւ պետք է բացատրվի ինչ է նշանակում Թրամփի ուղիչ օգտագործելը, տերմինը չօգտագործելը, դրա փոխարեն Զանգեզուրի միջանցք օգտագործելը։ Կողմերը իմիջիայլոց անկախ այդ նոր վեճից հայտարարում են հակամարտության ավարտի մասին։ Բայց հակամարտության հետևանք ունենք մենք Բաքվում հայ գերիների տեսքով։ Այո։ Չեն շտապում հակամարտությունը ավարտված են անում։ Գիտեք, հակամարտության համատեքստում, եթե դու նախապայմաններ ես դնում, ես կարծում եմ դա արդեն արգելք է եւ այդ ուղղությամբ գնալը արդեն անհնար է դարձնում։ Եթե դու չես ցանկանում քաղաքական որևէ process զարգացնել, դրա համար դու կարող ես բազմաթիվ նախապայմաններ դնել։ Բայց երբ գնում ես խաղաղության օրակարգի հետևից այն հաստատելու համար, այլևս կարծում եմ մնացած բոլոր հարցերը շատ ավելի հեշտ է հնարավոր լուծել։ Եվ այս դեպքում նաև հենց գերիների վերադարձի հարցն է շատ ավելի հեշտ լինում լուծել։ Եվ նույնիսկ օգոստոսի 8-ին այս հարցի շուրջ մեր երկրի ղեկավարը նաև Թրամփի հետ է քննարկել եւ Թրամփը սրա մասին նաև խոսել է, հիշում եք, որ նաև մեր քաղաքական դաշտ էլի նաև փորձեցին էլի կեղծ թեզեր նետել, որ նման կարևոր հանդիպման ժամանակ քննարկում չի եղել եւ փաստորեն ականատես եղանք այն տեսած այնագրությանը, որտեղ Թրամփը խոսում։ Դա այդպես է, խոսվել է այդ մասին, բայց հետագա զարգացում չենք տեսնում։ Գիտեք, ասենք այնպեսին, ինչպեսին Թրամփի եւ Լուկաշենկոյի հեռախոսազանգում։ Եթե մենք դիտարկում ենք, որ հարցերը տարբեր են շատ։ Եթե մենք դիտարկում ենք, օրինակ, պետք է հարցը լուծվի 3 ամսում եւ դա չի լուծվում, եւ մենք որոշում ենք, որ եթե 3 ամսում հարցը չենք լուծում, ապա դա այլ ձևաչափ է ստանում, ապա ես դրա տրամաբանությունը չեմ տեսնում, որովհետեւ սա process է, որտեղ մենք պետք է շարունակաբար գնանք բանակցությունների եւ կարողանանք մեր գերիների վերադարձի հարցը լուծել։ Անհնարին էին համարում առհասարակ գերիների վերադարձը, այն դեպքում, երբ երկկողմ բանակցությունների արդյունքում մենք կարողացանք 32 գերիներ վերադարձնել եւ մենք մեր բանակցությունների ինտենսիվությունը չենք նվազեցրել եւ չենք դադարեցրել։ Մենք նույն ինտենսիվությամբ հիմա էլ մեր աշխատանքները շարունակում ենք այդ ուղղությամբ տանել։ Ես այսօր ճեպազրույցի ժամանակ եմ ասել եւ հիմա պնդում եմ, որ գուցե այն աշխատանքը, որ արվում է, դրա շատ փոքր մասն է երևում այսբերգի երևացող հատվածն է, ապա չերևացող հատվածը այսբերգի տակի 10 անգամ ավել կամ դրանից ավել հատվածն է, որ չի երևում։ Հասկանալի է ու նաև ընդունելու։ Բայց կասեք նաև այդ աշխատանքը Երևան-Բաքու գծով է արվում, թե ավելի մեծ շրջանակով։ Ես կարծում եմ, մենք չենք որդեգրել մի քաղաքականություն, որ հստակ պետք է լինի միայն երկկողմ բանակցություններ։ Հնարավորության դեպքում միջազգային գործընկերների հետ շփման դեպքում մենք օգտագործում ենք այդ հարթակները եւ բազմաթիվ երկրների ղեկավարների աջակցություն ենք նաև հայցում այս հարցում աջակցելու, որպեսզի այս խնդիրը եւս լուծվի, բայց նաև երկկողմ բանակցությունները չեն դադարում։ Շատ լավ։ Եվ մեր հանդիպումը ավարտելուց առաջ Մերձավանի սպանությունները կարելի է կանխել։ Ես կարծում եմ Մերձավանի սպանությունների մասով առնվազն իրավապահ մարմինները պետք է գնահատական տան եւ այդ գնահատականները կարծում եմ դեռ ձևավորման փուլում են եւ դրանից հետո նոր կարող է հստակ անգամ իրականում ինչ է եղել։ Ինչպես իրականում ինչ է եղել։ Ես կարծում ինչ հողի վրա է։ Ես կարծում եմ, որ պետք է ամեն դեպքում մեր իրավապահ համակարգը առավելագույն ջանասիրությամբ աշխատի, որպեսզի երկրում կանխի այն վենդետաները, որոնք տեղի են ունենում
եւ թույլ չտա նման ողբերգություններ տեղի ունենան։ Տեղի ունեցածը վենդետա է այն։ Ինչքանով որ մենք նկատում ենք, որևէ այլ ենթատեքստ չկա, նյութերը կարծում եմ բոլորին հայտնի են։ Համակարգից պաշտոնանկություններն էլ երևի բխում են այդ տրամաբանությամբ։ Ենթադրում եմ այո։